Այս վիդեոյով ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ, որ իմ եւ իմ ընկերների հայտնի պապիներ ծեծելու գործը կարճվել է։ Ուզում եմ պատմեմ կարճ դրա մասին։ Հիշում եք բոլորդ 2022 թվականին դիմադրության շարժման ժամանակ մեր հետ տեղի ունեցած միջադեպը։ Այս իշխանությունները մեր վրա գործ սարքեցին, մեր վրա քննիչների միջոցով գործ կարեցին, դրեցին մեր վրա ծանր հոդված, այդ հոդվածի շրջանակներում մեզ տարան բանտ, պայքարի ամենաակտիվ փուլում մեզ մեկուսացնելու համար։ 5 ամիս ես եւ Տարոնը եղել ենք բանտում, 3 ամիս բանտում են եղել իմ մյուս ընկերները Արսենը, Գորը եւ Գևորգը։ Ինչ էր այս մարդկանց ամբողջ այս տարիների քաղաքականությունը։ Այս իմ պատմածի, այս իմ վիդեոյի նպատակը այն է, որպեսզի ցույց տամ, որ այսօրվա բռնաճնշումները որ կան, այսօրվա տասնյակ քաղբանտարկյալները որ կան, նոր չի, որ այս գործընթացը սկսել է։ 2022 թվականից իմ եւ իմ ընկերների հանդեպ եւ ոչ միայն մեր եւ շատ այլ դաշնակցականների եւ ոչ միայն դաշնակցականների հանդեպ այս նույն քաղաքականությունը, որ այսօր վարում էին տարիներ առաջվանից։ Այն բոլոր մարդիկ, ովքեր դեմ էին այս իշխանությունների վարած քաղաքականությանը, բռնաճնշումների են ենթարկվում եւ մեկուսացվում են։ Ինչ է հիմնական լինում։ Այս մարդիկ մարդկանց վրա գործ են կարում, դնում են ծանր հոդված, այդ հոդվածի շրջանակներում մարդկանց մեկուսացնում են եւ իրենց այլևս հետաքրքիր չի մի քանի տարի հետո այդ գործը կկարճվի, փուչիկ դուրս կգա, փուչիկ դուրս չի գա, դա իրենց հետաքրքիր չի, իրավաբանություն կա, չկա, կարևորը մարդուն այդ պահին մեկուսացնեն եւ պայքարից դուրս մղեն։ Դա հիմնական քաղաքականությունն է, որը անում են այս մարդիկ։ Հաջորդը ինչ են անում այս մարդիկ։ Մարդկանց փորձում են պիտակավորել եւ ինչ-որ բաներ վատ երևույթների հետ ասոցացնել։ Մեզ ներկայացրեցին պապիկ ծեծողներ, բայց իրականությունը դա չէր։ Իրականությունը այն էր, որ մեզ վրա հարձակվել են, ձվերով խփել են, հայոյել են, մենք մեքենաները դրա համար կանգնել ենք, մոտիկացել ենք հասկանալու համար ինչի են արել եւ միջադեպ է տեղ ունեցել, հրմշտոց է տեղ ունեցել։ Այդ ընթացքում մեզ նկարահանում էին եւ Սիվիկով իշխանության կայքեջով տարածել են մոնտաժարած վիդեո, սկզբի հատվածը, որ ես պատմեցի, չի եղել այդ վիդեոյի մեջ, եւ քննիչները այդ վիդեոյով մեր վրա գործ են կարել եւ ծանր հոդված են դրել։ Արդյունքում 5 ամիս մնացել եմ ես բանտում, այս տարիների ընթացքում այդ գործը լրիվ ջուր է դարել, մեր վրա ոչ մի բողոք չի եղել, այն բոլոր վկաները, որ հարևանները եղել են, դադարանում եկել են եւ ասել են, որ մենք այնտեղ ոչ մի խուլիգանություն չենք արել, հայոյանք չենք արել, մարդ չենք ծեծել, նույն այդ մարդիկ ում հետ որ միջադեպել է եղել է, իրանք էլ նույն ձևի դադարանում էլ, քնչականում էլ առերեսման ժամանակ էլ ասել են, որ մենք իրանց չենք հարվածել, մենք իրանց չենք հայոյել եւ չենք ծեծել։ Միջադեպ այո եղել է, սարքել են գործ մեր վրա եւ քնչական խումբը բնականաբար այդ ամեն ինչը հաշվի չի առել եւ մեզ վրա ծանր հոդվածա դրել մեզ մեկուսացնելու համար։ Եվ այսօր ես ինչ եմ ուզում ասել, որ անկախ նրանից թե դուք ինչ բռնաճնշումների եք մեզ ենթարկվում, մեր պայքարը շարունակվում է։ Ապագայում միգուցե կարող է մեզ վրա սեռական մոլագարի գործ կարեք, կարող է, չգիտեմ, երեխաներ խոշտանգելու գործ կարեք, տարբեր պիտակավորումներ կպցնեք, ոչ մի բան մեզ մեր պայքարից հետ չի կանգնեցնելու, մեր պայքարը շարունակվում է։